Ֆիկ Աղազարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջելու, ինչ կարծիք ունեք այս մասին։ Դա իր իրավունքն է, որպես առանձին քաղաքական միավոր, ընդդիմություն արդեն, ընդդիմության իրավունքն է պահանջել վարչապետի հրաժարականը եւ ես հարգում եմ բոլորի իրավունքը, հետեւաբար իհարկե չեմ հասկանում ինչն է նպատակը եւ ընդհանրապես ընդդիմությունը ինչ է մտածում իմպիչմենթի այդ գործընթացը սկսելուց առաջ ում վրա է հույս դնում, բայց այնուամենայնիվ այդ իրավունքը իրենց ձեռքից չես կարող վերցնել։ Ձեր նաեւ իշխանությանը պատգամավորները։ Ինչ։ Ձեր վրա են հույս դնում։ Բացառվում է, ես բացառում եմ, որ իշխանական որևէ պատգամավոր միանալու է իմպիչմենթի գործընթացին, բացառում եմ։ Ձեզ չանհանգստացրեց Նիկոլ Փաշինյանի նախորդ օրվա պահվածքը ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, դա կարծում եք վարչապետին հարիր դրսևորում էր, մինչև անգամ վիզ կտրելու այդ ժեստ ցույց տալը, համբալ ասելը, վերնգի տեղը ասելը։ Անկեղծ ասած ես տեղում չեմ եղել եւ մի տեսակ չգիտեմ ինչի մասին եք խոսում, փորձեմ ուսումնասիրել։ Ձեզ լսել, որ վարչապետը համբալ է ասել ընդդիմությանը։ Ես ինքս նման բան չեմ լսել։ Դուք հարց ու պատասխանի ներկա չեք։ Ցավոք տեսանյութերը չեք։ Չեմ տեսել։ Տեսնելուց հետո Աչասուն մի քանի օր դա ողողված է ամբողջ համացանցում։ Կարծում եմ համացանցում ընդհանուր առմամբ համացանցը վաղուց արդեն դադարել է դառնալ ինֆորմացիայի ստացման աղբյուր եւ արդարության կամ ճշմարտության այսպես բաստիոն եւ հետեւաբար միշտ չէ որ համացանցին ես ընդհանրապես հրաժարվում եմ համացանցին հետեւել ես հավատում եմ իմ աչքով տեսածին իմ ականջով լսածին ես եթե տեղեկություններ ոչ չեմ լսել նման բան Եթե տեղեկություններ իմանամ, հետո կմեկնաբանեմ։ Նա որ ես ձեզ ասեցի, դա արդեն մտահոգիչ համարում եք, թե ոչ որ վարչապետը նման պահվածք է դրսևորել։ Չեմ հավատում։ Ինձ չեք հավատում։ Չէ, չեմ հավատում, որ վարչապետը կարող է նման պահվածք դրսևորած լինել եւ նաեւ պիտի ընդհանուր առմամբ հանգամանքներ ուսումնասիրել եւ հասկանալ ինչն է եղել պատճառը եւ ով է սադրել կամ ինչպես է այդ իրավիճակը ստեղծվել։ Ես տեղեկությունների չեմ սադրել, բա իշխանության այդ զսպվածությունը, հավասարակշռվածությունը ուր է։ Այդպես լինի ամեն մի քաղաքացու սադրանքից հետո սկանդալ է լինելու։ Համաձայն եմ, բայց ազգային ժողովում դրանք այսպես պարբերական բնույթ են կրում, հա, նման իրավիճակները եւ կարծում եմ, որ պետք է ըմբռնումով մոտենալ ազգային ժողովում ժամանակ առ ժամանակ մթնոլորտը լինում է էմոցիոնալ եւ համենայն դեպս ի տարբերություն ընդդիմության իշխանությունը բավականին զուսպ պահվածք է համեմատական առումով դրսևորում։